23 տարի է, ինչ դեկտեմբերի 24-ը Քաջարան քաղաքում տխրության ու հիշատակի օր է։ 1992 թվականին այս օրը քաջարանցի 7 քաջարի զինվորներ զոհ գնացին թշնամու նենգամտությանն ու չարագործությանը։ Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանի գլխավորությամբ ամեն տարի այս օրը բազմաթիվ քաջարանցիներ գալիս են եղբայրական գերեզման եւ ծաղիկ դնում բոլոր զոհվածների շիրիմներին։ Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին, մասնավորաբար այն անձանց, ովքեր այսօր իրենց արյամբ փրկագնեցին մեր ժողովրդի անդորը, մեր ժողովրդի հաղթանակը եւ առավել փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր կարողացան հաղթահարել, դիմակայել եւ այսօր կարողանում են իրենց ընկերների առջեւ խոնարհվել, իրենց հարգանքի տուրքը մատուցանել։ Մեր խորին շնորհակալությունները եւ խոնարհումը նրանց եւ ձեզ։ Զոհված ազատամարտիկների հիշատակը հարգելու են գալիս նաև դպրոցականներ, մատաղ սերունդը, ով շարունակելու է զոհված տղաների կիսաթողածն ու պահպանելու է նրանցից ժառանգած հայրենիքի ազատությունը։ Զոհված ազատամարտիկներից յուրաքանչյուրի մասին կարելի է մի հերոսապատում գրել, մի ամբողջական գիրք, սակայն դա ապագայի պարտքն է, արդի ու գալիք պոետների պարտքը։ Այսօր այս պահին ուզում եմ հիշել Ուիթիերի խոսքերը. Պահեք մեր հիշատակը, եւ մենք ոչինչ չենք կորցնի հեռանալով կյանքից։ Վառ ենք պահում ձեր հիշատակը եւ հավերժ փառք ենք տալիս ձեզ քաջարանցի քաջ հայրենասերներ։ Դուք 21-րդ դարի այս դաժան ժամանակներում արժանի հետնորդները դարձաք։ Ձեր քաջ նախնիների եւ նրանց պես հայոց պատմության գրքում ոսկե էջեր թողեցիք։ Այսօր Քաջարանի պանթեոնում ննջում են 7 անմահացած քաջորդիները։ Հիշենք նրանց անուն առ անուն։ Աշոտ Ալեքսանյան, Խաչատուր Բաբայան, Ռուբեն Դադայան, Արթուր Մարգարյան, Արայիկ Մելքումյան, Աշոտ Նանյան, Սասուն Սարգսյան։ Հավերժ փառք նրանց։ Արյունի ծովեր ենք տվել, որ պահենք այս հողը մեկում, անունը Հայաստան պահենք, քրտինքի ծովեր ենք տվել, որ կորդը Բուրաստան պահենք, տաճարներ ու ոստան պահենք, այսնի բուր քարեղեն հողում։ Խոստուփ հեռուստաընկերությունը պատրաստել է տեսաֆիլմ նվիրված քաջարանցի 7 քաջերին ու նրանց մարտական ընկերներին, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Քաջերին, միայն քաջերին է լսում եւ զորավիգում պատերազմի քմահաճ Աստվածը։ Քաջերին, միայն քաջերին է ծնում Քաջարանի բեղուն արգանդը։ Երկնակեր սարերի գրկում ծվարած լեգենդն է հյուսում իր զավակների, քաջ քաջարանցու, ով այս սարերից, այս հողուջրից իր կյանքն է կերտում, իր իսկ լեգենդը։ Ամեն մի քաղաք իր կենսագրությունն ունի, որը հյուսվում է իր զավակների կյանքով։ Եթե թերթենք հայոց պատմության էջերը, ապա կտեսնենք, որ միշտ հաղթել է նա, ով արդեն հաղթել է իրեն, ով իր մեջ մերցնելու չափ թուլացրել է մահվան երկյուղը։ Հայրենիքի զինվոր լինելու հնարավորությունը բոլորին է տրվում, բայց ոչ բոլորին է հաջողվում դառնալ հայրենյաց պատվի զինվոր։ Հենց այսպիսին է հիշում Քաջարանը իր 7 անվախ նվիրյալներին, հայրենյաց պատվի 7 զինվոր։ Արթուր Հրանտի Մարգարյան, Սասուն Շահենի Սարգսյան, Արայիկ Հրաչիկի Մելքումյան, Աշոտ Հրանտի Ալեքսանյան, Ռուբեն Շմավոնի Դադայան, Աշոտ Աղաբեկի Նանյան, Խաչատուր Սմբատի Բաբայան։ Տղաներ, որոնցից ամեն մեկն իր ծնունդով երջանկացրեց իրեն ծնողներին, պարզ ու անկեղծ մանկություն են ապրել, սովորել ու ավարտել Քաջարանի համար 1 եւ 2 միջնակարգ դպրոցները, ծառայության անցել խորհրդային բանակում, վերադարձել ու աշխատել հայրենի քաղաքում։ Իրենց համեստությամբ ու առաքինի կերպարներով աչքի են ընկել ամեն տեղ, սիրել ու սիրվել շրջապատում, հարգել իրենցից մեծերին։ Քչախոս, համեստ, բայց սրամիտ տղաներ էին, անողոք անարդարության նկատմամբ։ Գրեթե տարեքակիցներ էին, տարբեր ընտանիքներից սերող զարմանալիորեն միանման բնավորություններ եւ փաստորեն նաեւ ճակատագրեր։ 1988 թվական պատմական այս տարեթիվը եկավ վերափոխելու այն ամենն, ինչը թվում էր, թե մեկընդմիշտ սերտաճել էր մեր գիտակցությանն ու մեր կենսաձևին։ Մի քանի տարվա ընթացքում փլուզվեց մինչ այդ անսասան թվացող խորհրդային հասարակարգը։ Փլուզվեց խորհրդային նախկին երկրներին կանգնեցնելով քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրների առջև։ Այդ խնդիրներից զատ Հայաստանը ստիպված էր դիմակայել նաև երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներին։ Այն է ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանել հայ-ադրբեջանական պետական սահմանը եւ ապահովել Արցախի ժողովրդի հայրենի հողում ապրելու իրավունքը։
Այս խնդիրների լուծման նպատակով հազարավոր հայորդիներ կամավորական հիմունքներով ընդգրկվեցին տարերայնորեն ստեղծված ջոկատների կազմում։ Եվ հայոց պատմության մեջ գրվեց այսպես. 1992 թվականի դեկտեմբերն էր, Կապանի ու սահմանամերձ գյուղերի վիճակն օրհասական էր։ Ինքնապաշտպանական խմբերը ետ էին շպրտում անընդհատ գրոհող թշնամուն։ Քաջարանի վաշտի հեռախոսը երկարատև ու չարագույժ զրնգաց։ Բոթաբեր զանգը Կապանից էր, հրաման կար, շտաբ հավաքվել։ Արագ հրաժեշտ տվեցին սիրելիներին եւ ուղևորվեցին Կապան։ Ճանապարհին լուռ էին, տեղ հասան։ Ստանալով զենքի նվազ պաշար սպասում էին, եւ ահա հաջորդ հրամանը։ Միանալ Քաջարանի մյուս ջոկատին, տարածաշրջանի սահմանն էր վտանգված։ Թշնամին հայրենի հողում էր, պետք էր ազատագրել այն։ Մարտական տրամադրված եւ տոգորված վրեժի ցասմամբ տղաները հասան Ագարագյուղ եւ վճռական գրոհի անցան։ Մի քանի ժամում ճեղքեցին վտանգն ու ազատագրեցին հայրենի սահմանները։ 15-ն էին, ընդամենը 15-ը, մինչև ատամները զինված թշնամու դեմ։ Հաղթանակը մերն էր, տղաներն ուրախ էին, մինչ այն պահը, երբ նենգ ու չարամիտ մի հարված կտրեց 7 ընկերների կյանքի թելը։ Այսքանը, մինչև վերջին փամփուշտը արիաբար կռվեցին, նրանք մեր ազգի պարծանքներն են, ահա նրանք։ Արթուր Հրանտիկի Մարգարյան, Սասուն Շահենի Սարգսյան, Արայիկ Հրաչիկի Մելքումյան, Աշոտ Հրանտիկի Ալեքսանյան, Ռուբեն Շմավոնի Դադայան, Աշոտ Աղաբեկի Նանյան, Խաչատուր Սմբատի Բաբայան։ Յուրաքանչյուր ժամանակահատված ունի իր դրսևորման ձևը, հաճախ այն աչքի է ընկնում հերոսական դրվագների առատությամբ, իսկ հաճախ էլ բնութագրվում է թույլ կողմերով։ Կապանի ու Քաջարանի ինքնապաշտպանության օրագիր էջերը առավել շատ հարուստ են դրսևորման առաջին տարբերակով, որովհետև դրանք գրվել են ժամանակի հրամայականով եւ արդարության պահանջով։ 777-ից, ովքեր ննջում են համալիրում, նրանց հիշատակի հանդեպ ակնածանքը կյանքի ու հավերժության խորը մտածումների տեղիք է տալիս։ Ագարակում նրանց հիշատակին նվիրված խաչքար են տեղադրել, որտեղ ամեն տարի դեկտեմբերի 24-ին ծաղկեդրում են կատարում նրանց 8 ընկերներն ու բոլոր ապրողները։ Բնապես աշխատասեր ամեն մի հարցով զբաղվող եւ սպորտով եւ ընդհանրապես աշխատանքի բնության մեջ իրան գեղեցիկ պահելով իրան մեծոտ խելոքության ճանաչում բոլոր ընկերներին ընկերասերության աշխատասերությունն նույնն էլի պարտաճանաչության հարցում ինչպես միշտ էլ հիշում եք վերեք լուծում եք փոքրին ամ ինչպես նշել եք Արայիկ անդհատ անուն տակ միշտ նշում եք Արայիկը կամ ոնց որ հաշվում եք կենթանի է բայց զոհված բայց իրան անունը միշտ վերեք լուծում հիշում ասում ես փոքր ժամանակთან իջեր ոնց որ սասնաս հարիներ անվախիր Իմ տարեկան իցել, առանց վախենալու, մոտ տեղելու ատում ենք մուտ։ Շատ մարդ մոտ էր, սրտով պերակել եմ ուտ հայսում։ Դիգերով էր, ինկերի հանդիպ, մեծի հանդիպ։ Փոքր ժամանակ ինչ որ հազդարանն եք,
Առանց որից մի խոսքի մի կատարում էր։ Պարտաճան չէր, սիրում էր, որ գործը ինքն անի։ Սիրում էր, որ եւ հանձնարարի գործը եւ անի։ Ինչքան որ դպրոցից սկսած մինչեւ աշխատանքի ժամանակ էլ ինքը սիրում էր, որ մեկին օգներ։ Երկրաշարժ տարիներին բոլորս երկրաշարժ արդեն պիտի օգնություն առաջ եկին, կազմակերպեցին աշխատանքի տեղից ֆաբրիկայից գնացին 15 օր Լենինական։ 68 երկրաշարժի ժամանակ եւ գյուղում էի ապրում։ Աշոտով հոգոր երախա է։ Օրոցի մեջ պարկած երկրաշարժ եղա մերս կանչել Բալիկ ջան վերկացեք երկրաշարժը։ Վերկացած բնից դուրս եկանք։ Աշոտին թողեցի կորորոսի մեջ եկա, գյուղի մեջ նորից վազելով հետ գնացիք, տնից հանեցիք, գրկեցիք, բերեցիք գյուղի մեջ կանեցինք։ Ռուբենը շատ ուրախ, ազնիվ երեխա էր։ Մանկապարտեզից հետո դպրոց հաճախեց ողջումիջնական դպրոցը։ Նրանց հետո Հապանի շինարարական տեխնիկումը Շինոտեխնիկումն ավարտելուց հետո Ռուբենը անդամագրվեց սովետական բանակում ծառայելու։ Ծառայեց 2 տարի ու եկավ անդամագրվեց Խճանի բնազավրებների կոմբինատում աշխատելու։ Նա ուներ մեծ նկարական շրջապատ։ Ընկերները բոլորը նրան սիրում էին, հարգում էին, պատմում էին ամեն ինչ, որտեղ ինքը շատ ազնիվ տղա էր։ Նա չուներ ոչ մի բան, չուներ համարյա թե բոլորը ընկերների մոտ էր։ Շերոց երեք։ Փոքր ժամանակը թողում էի ես միշտ սմենորում աշխատել։ Թողում էի մեծ երեխաների հույսի տակ գնում։ Երեխաներն էին նրան պահում։ Ոնց եմ մեծացրել։ Մեկ էլ վերջ օրը ես իմ ձեռքով ճանապարհել։ Աշոտը եկավ տուն նստեց, ճաշը լցրի կերավ։ Այդ մոնանդը չեմ ուզում էի հիշեմ, ոնց ես իրան ստիպեցի, որ Աշոտ վերկաց գնա երեխանի հիվանդա։ Այ մամա ասում է, կգնամ էլի ինչ կա։ Ես այդ մոմենտը մի անգամից չեմ մոռանում։ Խաչատուրը ուներ շատ հանգիստ բնավորություն։ Խաչատուրը միշտ սիրում էր, երբ աշխատանքից տուն էր վերադարձում, երեխաների հետ կատակել, ծիծաղել եւ մեկ Խաչատուրի հետ շատ լավ ամուսիններ էիք, իրար շատ լավ էիք հասկանում։ 1994 թվականի օգոստոսի 24-ից կոչվում է նիստի որոշումով, կոչվում է Արթուր Մարգարյանի անվան դպրոց։ Չգիտեմ, 3 ամսի 12-ին հաղորդում կար Ղափանից, ցույց են տալիս, թե ինչպես են մեծարում մեր զոհված երիտասարդներին, Ղափանի երիտասարդներին։ Ցույց տվեցին դպրոցը, միկրոբի անվան դպրոցը, հիշատակի օրներ նրան։ Ես ուզում եմ, որ բոլոր տղաներին, բոլորին, այն 22 երիտասարդներին, որ պարգած են մեր այսպես կոչված բջջույում, ջհել մատաղ տղաների հիշատակը վար պահեն եւ բոլորին հիշեն, որ երբեք ոչ մեկը չմոռացվի, ոչ մեկը անտեղի չկորչվի։ Հետգրություն։ Ամենասուրբ ժառանգությունը, որ պիտի փոխանցենք հասակ առնող սերնդին, ազատ եւ ինքնիշխան հայրենիքն է, անկախ պետականությունը, հայոց հողի վրա տիրոջ իրավունքով ու հպարտությամբ ապրելու գերագույն շնորհը, որպեսզի հայոց աշխարհում ծնված մանուկը երբեք չտեսնի պատերազմի արհավիրք, առավել եւս օտարի լուծ ու կորուսված հայրենիքի ցավ։ Այդ նրանք են վաղը համալրելու մեր բանակի շարքերը, պաշտպանելու հայրենիքի սահմանները ցանկացած ոտնձգությունից, որպեսզի հարատև լինի հայոց երթը դեպի հավերժություն։